Գինգալիա, մեկ այլ հարց, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ կապված ինչ նորություններ կան եւ արդյոք հիմա մշակման այդ փուլը Տեքստը մշակման փուլում է։ Արդյոք հասել եք այն փուլին, որ անկախության հռչակագրի հղումը հանելու փուլներ։ Չէ, տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստի մասին։ Անկախության հռչակագրի դուրս գալը, որտեղ Փաշինյանը ասել որ կողմ է, որպեսզի անկախության հռչակագիրը դուրս գա։ Այդպիսի նախնական քննարկումներ կա, թե դեռ Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Այսինքն մի քանի տարբերակ կա սահմանադրական փոփոխությունների, որ ասում եք մի քանի տարբերակներ կան, մի քանի հայեցակարգեր կան։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Եվ երբ որ որոշակի լինի տեքստը, իհարկե կկիսվենք ձեզ հետ։ Տարբեր մարդիկ, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները ունեն հստակ տեղեր եւ չեն գալիս եւ ես խնդրել եմ որպեսզի իրենք ներկա գտնվեն այդ քննարկումներին եւ նաեւ կան եւ դեռ նիստ չենք հրավիրել, ուստի չեմ կարող պատասխանել առաջարկած մասնագիտացված հանձնաժողովը, որովհետեւ մասնագիտացված հանձնաժողովը Չէ, հանձնաժողով չկա, խորհուրդը նկատի ունենք, խորհրդի կազմում կան նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մեկ տարի որ մասնագիտացված հանձնաժողովը մարդ չկա, հա, անդամներ չունի եւ մինչ այսօր աշխատավարձի միայն 60 միլիոն է հատկացվել։ Այո, եւ մշակվել է հայեցակարգը, ինձ թվում է այդ հարցին ես չէ որ պետք է պատասխանեմ, բայց ամեն դեպքում այդ հանձնաժողովը մասնագիտական աշխատանք կատարել է եւ այդ է դրա արդյունքն է նաեւ, որ մենք այս պահին ունենք հայեցակարգ մշակված։ Հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է Արդարադատության նախարարությունը եւ ըստ էության մենք սահմանադրության տեքստի մշակումը իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին։ Հայեցակարգը օգտագործվելու է որևէ կերպ։ Հայեցակարգում տեղ գտած դրույթները, այո, իրենց արտացոլումը որոշակիորեն ստանալու են հանրաքվեի իրականացման հետ կապված է հարցը։ Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Իսկ իրավական բանկը, որտեղ ինչքան դեպքում 26 թվականի ընտրությունից միաժամանակ հնարավոր չէ իրավունք չկա։ Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի իրականացում։ Չէ, չեմ կարծում, որ բայց քանի որ հայեցակարգի փոխանմշակումից հետո դուք եւ վարչապետը հայտնել եք դիրքորոշում, թե ինչպիսին պետք է լինի սահմանադրությունը։ Արդյոք այդ հայեցակարգը մեկ տարի առաջ պատրաստված ակտուալ է, թե ակտուալ չէ, որոշ մասերով միանշանակ ակտուալ է, որոշներով լրացման կարիք ունի իհարկե։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն կուլիսների ետևում պահելու որևէ առիթ եւ հնարավորություն չկա, երբ ինձ հարցեր են ուղղվում, ինչու չեք ասում, ես միշտ ասում եմ, ասելու ենք իհարկե, որովհետեւ վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր սահմանադրության ընդունմանը։ Կասվի եւ բավարար ժամանակահատված իհարկե կտրվի, ժամանակամիջոց կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք եւ խոսքը նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին է եւ նաեւ բնակչության ընդհանուր